Բարի լույս սիրելիներս, տեսնենք ինչ ունի այսօր մեզ ասելու Պետրոս Առաքյալը։ Եվ ամենագլխավորը եղեք համախորհուրդ, կարեկից, եղբայրասեր, ազնվագութ եւ խոնարհ։ Երբ ընթերցում ենք Պետրոս Առաքյալի նամակները, կտեսնենք, որ այնտեղ կարմիր թելի պես անցնում է, թե ինչպես է Պետրոս Առաքյալն ուզում, որ մենք իբրև քրիստոնյաներ եկեղեցու, ընտանիքի, քրիստոնեական համայնքի համար մի կարևոր բանաձև ունենանք պահելու, պահպանել այդ համայնքի, ընտանիքի, եկեղեցու ուժն ու զորությունը։ Եվ նա մեզ 5 պատվիրան է փոխանցում։ Առաջինն ասում է՝ եղեք համախորհուրդ։ Մենք քրիստոնյաներս, որ ապրում ենք տարբեր ընտանիքների մեջ, տարբեր նիստուկաց ունենք, մենք համախմբված ենք մեկ անձի շուրջ, Հիսուս Քրիստոսի շուրջ։ Մեզ բոլորիս միավորողը Հիսուս Քրիստոսն է։ Եվ երբ որ մենք միավորվում ենք Հիսուս Քրիստոսի անձի շուրջ, մենք այլևս դադարում ենք սեփական մտածումներն ու ցանկություններ առաջ տանել, այլ բոլորս համախմբվում ենք այն մտքի շուրջ, թե ինչպես անենք, որ ավետարանը ավելի շատ տարածվի եւ շատ մարդիկ փրկության արժանանան, որպիսի փառք ու պատիվ ունենան երկնքի մեջ։ Եթե գուտ մեկ հոգու մենք փրկել ենք, երկնքում այդ մեկ հոգի մեզ պիտի հանդիպի եւ շնորհակալություն պիտի հայտնի, որ Քրիստոսով կարողացել ենք իրեն առաջնորդել։ Ուրեմն մեր նպատակն է, որ մենք մեր անձնական ցանկությունները, մտածումները մի կողմ դնենք եւ համախորհուրդ դառնանք Քրիստոսի անձի շուրջ մարդկանց փրկելու համար։ Երկրորդն ասում է՝ եղեք կարեկից։ Կարեկից լինել նշանակում է, որ ուրիշի հետ ուրախանալ եւ մեկ ուրիշի հետ տխրել, այսինքն ուրախության ու նրա ցավին մասնակից դառնալ։ Ոչ թե հակառակ այսօր ուրիշի տխրության վրա ուրախանանք, ուրիշի ուրախության վրա տխրենք, այլ հակառակը։ Մենք պետք է այդ մարդկանց հետ մեկ լինենք, որովհետև Քրիստոս ինքը նույնացավ մեզ հետ։ Այնպես էլ քրիստոնյան ինքը պետք է նմանի հետ նույնանա։ Երբ որ մարդը ուրախ է, իր հետ պետք է սրտանց ուրախանաս։ Եթե մարդը ցավի մեջ է, տխրության մեջ է, դու նրա հետ պետք է լացես, նրան պիտի մխիթարես, խոսես, որպեսզի նա զգա ոչ միայն քո անձնական ներկայությունը, այլ քո միջոցով նաև Քրիստոսի ներկայությունը։ Երրորդ ասում է՝ եղեք եղբայրասեր։ Այս եղբայրասիրությունը մեր արյունակցական, համազգացական եղբայրության մասին չէ, սիրելիներ, այլ հոգևոր եղբայրության մասին, որ ավելի շատ կարևոր է։ Մեր արյունակից հարազատ եղբայրը նույնիսկ կարող է մեզ համար երբեք ընկեր չլիներ, բայց ընկերը, որ Քրիստոսով է, մեզ հետ կարող է նաև հարազատ եղբայր դառնալ։ Ուրեմն այս եղբայրության միջոցով է, որ մենք ուրախության մեջ ենք, եւ ինչպես Դավիթ Մարգարյանը, ինչքան գեղեցիկ է, երբ եղբայրները միախորհուրդ են, միասին հավաքված են։ Ուրեմն այս հոգևոր եղբայրության միջոցով մենք կարող ենք նաև զորավոր եկեղեցի եւ քրիստոնեական համայնք ունենալ։ Չորրորդ ասում է՝ եղեք ազնվագութ։ Ազնվագութ նշանակում է քո սեփական ձեռքերով օգտակար լինել ուրիշին, այսինքն քո ձեռքերը նաև աղոթելուց զուտ օգտագործել մեկ ուրիշի պետքերի համար։ Եզնի Կողբացին ասում է՝ լավ է, որ մեր ձեռքերը աղոթելուց վեր ենք բարձրացնում, բայց ավելի կարևոր է, որ այդ ձեռքերը մեկ ուրիշի համար են ծառայում։ Ուրեմն այս ազնվագութ լինելը նշանակում է քո ձեռքերով նաև օգտակար լինել կարիքավորին, տնանկին, աղքատին, սովածին, որպեսզի Քրիստոսի ներկայությամբ դու էլ մասնակից լինես այդ մարդուն։ Եվ վերջապես 5-րդ ասում է՝ եղեք խոնարհ։ Ցավի սիրտ այսօր մարդիկ խոնարհությունը, թուլությունը, տկարություն, երբեմն էլ անմտություն ու ստորություն են համարում, բայց Հիսուս ցույց է տալիս, որ ամենամեծ առաքինությունը այս աշխարհի մեջ խոնարհ լինելն է։ Այսինքն դու երբևէ ամբարտավանությամբ, հպարտությամբ քո անձը չես ներկայացնում, այլ ինչքան որ դու բարձրանում ես, այդ բարձրության մեջ քո խոնարհությունը, քո սրտի մաքրությունն ու ազնվությունը երբեք չի պղտորվում, այլ թույլ ես տալիս, որ Քրիստոս քո անձի միջոցով այս աշխարհի մեջ մեծ գործեր կատարի։ Եթե այս 5 առաքինությունները, պատվիրանները, որ առաքյալը փոխանցեց մեզ, սիրելիներ, կարողանանք պահել, մենք շատ ուժեղ եկեղեցի, ընտանիք եւ քրիստոնեական համայնք կլինենք եւ Տերը կգա ու կբնակվի մեր մեջ։ Եվ ինչ ասում Հիսուս մեզ, ինչպես որ ես ձեզ սիրեցի, դուք էլ իրար այդ սիրով սիրեք, եւ բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք։ Ուրեմն առանց խոսելու, առանց այլևայլություն ասելու, առանց սեթևեթանքի մեր ապրած կյանքը վկայություն է, որ մենք պատկանում ենք Քրիստոսի եկեղեցուն, նրա ընտանիքի անդամն ենք եւ Քրիստոս մեր ամենաանդավաճան ընկերն ու բարեկամն է։